Օրերս Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը հանդիպել են Միշոյին եւ նրա կնոջը։ Սուրեն Փահլևանյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել է անկեղծ հոլովակով եւ արտահայտել իր ուրախությունը։ Առաջարկում ենք դիտել ջերմ տեսանյութն առանց մեկնաբանության։ Ինչ եմ ասում, ես էլ երրորդ անգամ եմ այս վիդեոն նկարում։ Ով կպատկերացներ, որ հիմա ես մարդ ցույց կտամ ու դուք դեժավյու կապրեք։ Այդքան մեծացել ենք։ Ժուլիեն։ Ծաղկացեք ինձ։ Հայցեք։ Ուտեմ ձեզ։ Ստով մեր հետևորդները իրենց կարոտը առնեն միջև, հա? Այդքան բան։ Ասում եմ օրը բարի էր մեր համար։ Մենք էլ Միշոյին տեսանք։ Լավ օր ձեզ։ Սուր, մի բան էլ դու ասա։ Սուրբա ձերք բերում ես Միշոյին ու Քիմի երեխեքին եմ տեսել։ Ինքի ուղիներով հաղորդման հյուրը դերասանուհի Մագա Հարությունյանն է։ Հաղորդման անոնսից Star News-ն առանձնացրել է հետաքրքիր մտքեր։ Դեռ 5 տարեկանում տատիկի հետ թատրոն գնալը վճռորոշ եղավ մասնագիտության ընտրության հարցում։ Դերասանուհի դառնալը եղավ նրա ամենամեծ երազանքը։ Ներկայացման ժամանակ բեմին դերասանը կերպարը մահացավ։ Տատիկս այդ պատմությունը ուղղակի այդ պահին փակելու համար ասաց, որ դերասանները չեն մահանում։ Ինձ թվաց դերասաններն անմահ են ու տեղից սկսվեց իմ մոտ հետաքրքրությունը մասնագիտությանս հանդեպ։ Սուրճի վաճառքից մինչև թռուցիկների բաժանում եւ Զորամասի ճաշարանում տատիկին օգնության հասնելու ձգտում, մինչ մասնագիտական աշխատանքին անցնել է նա շատ այլ աշխատանքներ է կատարել։ Իմ առաջին աշխատավարձը 300 դրամն է եղել։ 300 դրամներով ես չէի հասցնում ոչ մի բան անեի։ Օրեր էր լինում ավտոբուսից ուշանում էինք եւ այդ գումարը, որ հավաքվել էր մի քանի օրերի ընթացքում, տաքսուն էինք տալիս, նորից տուն էինք գնում։ 2022 թվականին նա հանդիպում է հաղորդավար Սուրեն Փահլևանյանին եւ ամուսնանում նրա հետ։ Նրանց միությունը սակայն շատ քննարկվեց եւ Սուրենի բաժանման համար նրա հասցեին նույնիսկ մեղադրանքներ հնչեցին։ Սուրենը դստեր հետ երբեք առիթ չի ունեցել շփվելու եւ առհասարակ ոչ էլ նախկին կնոջ։ Անկախ ամեն ինչից ես իրեն սիրում եմ, ինքն իմ Սուրենի ձագուկն է, ես հուզվեցի։ Ովքեր գիտեն այդպես ու մտածում են, որ Մագան կապ ունի իմ եւ Յանայի հարաբերությունների փլուզմանը, դուք չարաչար սխալվում եք։ Որովհետեւ երբ ես բաժանվել եմ, այդ ժամանակ Մագային չեմ էլ ճանաչել։ Եթե քո դիմաց բարեկամ է կանգնած, նրան գոնե մի անգամ ներել է պետք։ Այս համոզմունքով ապրում ու այսօր նաեւ իր փոքրիկին ունենալու մասին է երազում Մագա Հարությունյանը։ Նշենք, որ վերջին շրջանում Մագա Հարությունյանը եղել էր նաև Արմլուրի տաղավարում։ Հաղորդման սկզբում նա պատասխանել էր այն հարցին, թե ամուսնանալուց հետո իր կյանքում ինչ փոփոխություններ են եղել, ինչ նորություններ եւ չէր է բերել Սուրենը իր կյանք։ Փոփոխությունները դեպի լավն են, իմ կյանքը միայն դեպի լավն է փոխվել։ Ոչ մի չէ ասված չկա, որովհետեւ երկուսս էլ հասկանում ենք, որ եթե չէ պետք է լինի, ինչի պիտի լինի այս ամեն ինչը։ Երկուսս էլ փառք Աստծո, հասուն տարիքում ենք ամուսնացել։ Հասուն մարդկանց դեպքում պետք է մինչև ամուսնությունը լինեն այդ չէերը եւ հասկանան արդյոք պետք է այս մարդու հետ այդ չէերով կյանք կապել, թե ոչ։ Ես եմ երևի ավելի շատ ծանրացել, բայց դա ամուսնության հետ կապ չունի, ուղղակի ժամանակն անցնում է եւ ամեն ինչին ուրիշ ձև է սկսում նայել։ Եթե մարդիկ տարբերություն են զգում միջև ամուսնություն Մագա եւ ամուսնությունից հետո, ապա դա ինձանից է, ոչ թե Սուրենից ու իր ներկայությունից։ Շատ են քննարկում այն փաստը, որ մինչև ամուսնություն Մագան շատ տարբերվող, համարձակ եւ սկանդալային կերպար էր։ Հանդես էր գալիս տարբեր գույնի մազերով, անգամ սափրեց գլուխը, իսկ հիմա ներկայանում է ավելի հանգիստ, ավելի համեստ կերպարով։ Ինչպես է բացատրում փոփոխությունը։ Հիմա սկսել եմ տենց սիրել, անգամ ինձ դուր է գալիս առանց շպարի լինելը, ոչ թե որ բնականին եմ կողմ, այդ դիալոգն իմ մասին չի։ Միշտ ասել եմ, եթե մարդ սիրում է շպարվել կամ լինել վիրահատված քթով, դա պետք է արվի։ Հիմա ես ավելի հանդարտվել եմ։ Համարձակ հագուստներ հագնում եմ, իմ կոնտենտն այդպիսինն է, բայց միգուցե առաջվա նման ամեն օր չկան այդ փոստերը, դա իմ ժամանակից է։ Երևի ուղղակի չեմ հասցնում։ Մազերիս հետ կապված ինչ սափրել եմ չեմ ներկել, թողում եմ տենց երկարի, մեկ-մեկ չափին եմ կպնում, բայց նույնիսկ սպիտակներիցս չեմ նեղվում։ Սուրենն ասում է գույն մտածելու ժամանակն է Մագա, ասում եմ չեմ նեղվում։ Երևի դեռ 27 եմ, դրա համար է հաճելի, բայց չեմ ասի, որ ինքս իմ հետ ներդաշնակ եմ։ Ընթացք է ասես անընդհատ ինքս ինձ հետ թուր ու թվանգի մեջ եմ, բայց կարծում եմ կանցնի։
Ինչպես է այս փուլում աջակցում Սուրենը։ Սուրենն ինձ միշտ է աջակցում։ Մեկ-մեկ իր աջակցությունը չափից դուրս շատ է, որովհետև ամեն դեպքում ինքն ինձանից 12 տարի ավել ճանապարհ է անցել։ Եվ ամեն դեպքում նա գիտի, երբ ինչ է լինում, եւ եթե ես նույնիսկ չեմ հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ, նա գիտի։ Ես գոհ եմ շատ Սուրենից եւ իրենից եւ իր աջակցությունից եւ ըմբռնումով մոտենալուց։ Լինելով պահանջված բլոգեր եւ դերասանուհի նշել է, որ ամեն մեկի խելքի բանը չէ իրենից գովազդ պահանջելը, այդպես է հիմա, թե որևէ փոփոխություն կա։ Ոչ թե ամեն մեկի խելքի, այլ գրպանի բանը չէ։ Ես նույն Մագան եմ Հարությունյան եւ ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերվում է գովազդին, արժեքները եթե չբարձրանան, չեն իջնում։ Մի քիչ կոպիտ կասեմ, դա իմ պրինցիպներից է եւ զատնի երբեք չեմ դնի։ Ստատիստիկան ցույց է տվել, թող կոպիտ չհնչի, երբեք ես իմ արածից շատ չեմ ուզում։ Ես ուզում եմ այնքան, ինչքան որ կարող եմ տալ, ես չեմ խնդրում ու չեմ էլ նեղանում ոչ մեկից, որ ինձ չեն վճարում այնքան, ինչքան ես ուզում եմ։ Ով հստակ ուզում է Մագա Հարությունյան, իրեն այնքան մեկ է, ինչքան է վճարելու։ Շատ եմ նշել, ինչ գնի մասին է խոսքը։ Մեկ ռիլը սկսում է 1 միլիոն դրամից։ Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ մի զավեշտալի դեպքի, երբ Տիգրան Արձաքանցյանը Մագա Հարությունյանին անվանել էր տկլոր անդաստիրակ, որը շատ քննարկվեց եւ շատ հումորային տեսանյութերի առիթ դարձավ։ Որևէ կապ կա կամ որտեղից էր ճանաչում Մագան Արձաքանցյանին։ Հաղորդման ընթացքում, երբ փնչեց տկլոր անդաստիրակ բառակապակցությունը, բացարձակ կապ չի ունեցել Տիգրան Արձաքանցյանի հետ։ Այդ զանգը նրան չի արվել, դա իմ լավ ընկերներից մեկը, դերասան Մկրտիչ Քյաբաբչյանն է եղել։ Դրանից հետո եմ ճանաչել Տիգրան Արձաքանցյանին։ Մինչ այդ ծանոթ եմ եղել նրա կնոջ հետ, բայց մտերիմ հարաբերություններ չունեի։ Պարոն Արձաքանցյանը շատ հումորով է վերաբերվել դրան։ Մի անգամ իվենթի ժամանակ հանդիպեցինք։ Ես մտածում էի նա ինձ չի ճանաչի։ Այդ օրը Արձաքանցյանը ասեց. «Հա, դու այն տեսանյութի աղջիկն ես, չէ»։ Ասեցի հայ, եւ եթե հնարավոր է, էլի նման տեսանյութ հրապարակենք։ Արեցինք։ Դրա հաջորդ օրը Արձաքանցյանը զանգեց Սուրենին. «Քո ընկերուհին կայծակ ա, էս ինչ ա արել, սաղ ինտերնետը գմփում ա»։ Իմ սիրած միրգը մանգոն է, Մագայի սիրած միրգը passion fruit-ը։ Իմ սիրած միրգը տրամբուտանն է, իսկ Սուրենի սիրած միրգը մանգոն։ Իմ սիրած երկիրը Հայաստանն է, Մագայի սիրած երկիրը Վրաստանն է։ Իմ սիրած երկիրը Հայաստանն է, Վրաստանն է, իսկ Սուրենի սիրած երկիրը Հայաստանն է։ Իմ սիրած քաղաքը Երևանն է, Մագայի սիրած քաղաքը Թբիլիսին։ Իմ սիրած քաղաքը Երևանն է, Սուրենի սիրած քաղաքը նույնպես Երևանն է։ Իմ սիրած կենթանին Փիղն է, Մագայի սիրած կենթանին բացի մեր տան կենթանիներից, աշխարհի բոլոր կենթանիները։ Սուրենի սիրած կենթանին Փիղն է, իսկ իմ սիրած կենթանին աշխարհի բոլոր կենթանիներն են։ Իմ սիրած երկչուհին Վերա Բրեժնևան է, Մագայի սիրած երկիչը Սուլկինգը։ Իմ սիրած երկիչը Սուլկինգն է, իսկ Սուրենի սիրած երկչուհին Վերա Բրեժնևան։ Իմ սիրած դերասանուհին Մագա Հարությունյանն է, շատ կուզեի որ իր սիրած դերասանն ես լինեի, բայց Բաբկեն Չոբանյանն է։ Վստահ կարող ասեմ։ Սուրենի սիրած դերասանը երևի Ջոնի Դեփն է, չգիտեմ։ Իմ սիրած դերասանը Բաբկեն Չոբանյան։ Իմ սիրած ուտելիքը թփով տոլմեն է, Մագայի սիրած ուտելիքը պամիդորով ծվածերն է։ Իմ սիրած ուտելիքը պամիդորով ծվածեր, իսկ Սուրենի սիրած ուտելիքը ծովամթեր կամ տոլմա։ Իմ սիրած խմիչքը Red Bull-ն է, էներգետիկն է, Մագայի սիրած խմիչքը Diamond-ն է, կոկտեյլը։ Սուրենի սիրած խմիչքը Red Bull-ն է, իմ սիրած խմիչքը Diamond։ Իմ սիրած փողոցը Զաքյան փողոցն է, Մագայի սիրած փողոցը երևի կամ Ամիրյան կամ Ռուստավելի։ Իմ սիրած փողոցը Աբովյան փողոցն է, Սուրենի սիրած փողոցը Զաքյան փողոցը։ Իմ սիրած գույնը կապույտն է, Մագայի սիրած գույնը կանաչը։ Իմ սիրած գույնը կանաչն է, Սուրենի սիրած գույնը երևի սպիտակ կամ սև։ Իմ սիրած բրենդը այս վերջի տարիներին Nike-ն է, վստահ եմ որ Մագայի սիրած բրենդն է,